ինքը ահաբեկում է բոլոր ընդդիմադիրներին, ինքը մեծ հաշվով ահաբեկում է պետությանը, որովհետև ինքը այս պահին թամբած լինելով սահմանարական մի քանի ինստիտուտների ղեկին, գործադիրի, օրենսդիրի եւ հատկապես նաեւ իրավապահ կառույցների, ինքը պետությունը ահաբեկելու միջոցով իր իշխանությունը պահում է։ Բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվի, ինքը կտանի բանտ։ Բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվի, ինքը կհալածի։ Հարկ եղած դեպքում նաեւ կծեծեն։ Բայց ինքը կպահի իր իշխանությունը, որովհետեւ այդ իշխանությունը ինքը իրեն պետք է այս պահին պահելու, կատարելու գոնե այն ռուս-թուրքական այն վերջի հանձնարարությունները, որոնք պայմանավորված են հանձնելու հետ կապված։ Հայաստանի ինքնիշխան տարածքները կլինեն, արդեն ինքը հանձնել է շատ մեծ ողջավորությամբ Արցախ, այսինքն ինքը կատարում է, ինքը դրածո է ընդամենը։ Ինքը ընդամենը Վարուժան Ավետիսյանի խոսքերը հիշեցի, ինքը լուծարային հանձնաժողովի ղեկավար կարծեք լինի, ադմինիստրացիայի ղեկավար է, շատ արագ պետական ինստիտուտները կազմալուծել եւ կազմաքանդել։ Ես կարծում եմ դեռ որոշակի ժամանակ, պայմանականորեն ասած, մինչև ընտրությունների գալը ինքը կշարունակի կազմաքանդել պետությունը, որովհետեւ բոլոր ինստիտուտները այդ մեղմ ասած քանդված վիճակում են։ Այո, առերևույթ կան, կա դատարան, կա քննչական, կա դատախազություն, առերևույթ այդ ամենը կա։ Բայց մենք հասկանում ենք, որ ներսից այդ ամենը շնորհիվ Չակերտեմի շնորհիվ Նիկոլի Տիկնոջ եւ մի շարք այլ անձանց այդ ամենը կազմաքանդված վիճակում է գտնվում։ Նիկոլը կարծեք թե վերջին արարն է հիմա պատրաստում անելու ամենայն հավանականությամբ հաշվի առնելով տարածաշրջանի զարգացումները կարճ ժամանակ հետո գուցեև նա վերջնական հանձնման գործողությունները կկատարի եւ կփորձի փախնել հավանաբար թաքստոց գտնել կամ Բաքվում կամ Անկարայում, ես չգիտեմ ուր կհասցնի ինքը փախնի, որպեսզի ապաստան գտնի։ Դրանից հետո մենք պիտի լծվենք պետության ստեղծման աշխատանքների մեջ, որովհետև շատ այն ավերածությունները, որը Նիկոլը արդեն կատարել է եւ որը դեռ թողնելու է, մենք պիտի պարզապես լավատես դնենք, որ դրանից հետո երկիրը վերջնականապես ինքը չի կործանի, որովհետև դրանից հետո շատ աշխատանք են ունենալու անել, ինքը գտնում է այս ճանապարհով։ Ինքը առայժմ անպատժելի է, որովհետև իրեն սպասարկում է ամբողջ իրավական ուժային բլոկը, ամբողջությամբ սպասարկում է իրեն։ Ամբողջությամբ ինքը գտնվում է այդ հսկողության տակ եւ նաեւ արտաքին ուժերը, ռուս-թուրքական արտաքին ուժերը նրանց բոլորին ձեռք է տալիս, ձեռնտու է Նիկոլի պես, չգիտեմ, անմեղսունակ, չի կարող ասել նույնիսկ կիսագրագետ, որովհետեւ ինքը ընդհանրապես տգետ է։ Այսպիսի անձ ունենալը, ինչպես ինքն է նշում ազգային ժողովի ամբիոնում, որ հների լինելը իրենց համար շատ լավ է, այո, ինքը կարծեք թե հեգնում է կամ իր արժեխոս նախագահը ասում է հների լինելը իրենց համար շատ լավ է, ապա նույն տրամաբանությամբ Էրդողանի, Պուտինի կամ Ալիևի համար շատ լավ է Նիկոլի պես մի անհասկանալի էակ ունենա Հայաստանը որպես ղեկավար, որովհետև ինքը բոլոր որոշումները կայացնում է տրորելով Հայաստանյան սահմանադրությունն ու օրենքները։ Ինքնուրույն է որոշում Հայաստանի հետ ինչ պիտի կատարել։ Տարածքներ կտան, հանձնաժողովներ կստեղծեն, պայմանավորվածություններ կունենան, օրեր առաջ արդեն Ադրբեջանից մենք արձագանք տեսանք, Պաշտոնյանից մեկը նշել էր, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու պայմաններից մեկը, գուցեև ոչ պաշտոնական, բայց պայմաններից մեկը, որ պատերազմական հանցագործներին Հայաստանը պիտի հանձնի եւ համագործակցի։ Նիկոլը կանի, այս ամենը Նիկոլը կանի, հասկանում եք։ Այսինքն ինչքան մարդու պիտի հանձնի այդ դեպքում։ Դե Նիկոլին դա չի հետաքրքրում։ Ում Բաքուն պահանջեց փաստորեն։ Բաքուն Բաքվից այդպիսի հայտարարություն եղավ, ես հավատում եմ, որ Նիկոլը կգնա այդ ճանապարհով։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։